Լոռու մարզպետի հետ փետրվարի 20-ի հանդիպումից հետո Ախթալայի հանքափորները դադարեցրել են մեկ ամսից ավել տևած գործադուլն ու փետրվարի 21-ից աշխատանքի վերադարձել։ Քաղաքացու ձայնի հետ զրույցում հանքափորներից Արշալույս Մատինյանն ասաց, հանդիպմանը կոմբինատի ղեկավարությունից են ներկա եղել, ինչն իրենց համար անսպասելի էր։ Պայմանավորվել են անհատական պլանը կատարելու դեպքում 20% հավելավճար վճարել հորատանցողներին։ Մենք չենք դիմացել, որ տնօրենն ընդեղա մենք գնացել ենք, ընդեղ ենք դիմացել։ Իրան էլ էր կանչած եղել մարզպետը։ Այն պայմանավորվածության եկանք, որ եթե անհատական պլանը կատարում ես, միջև այդ իրանք առաջարկ մեզ արել են, բայց ոչ թե անհատական պլանի հետ կապված, այլ հիմնարկը, եթե իր պլանը տալիս է, օրինակ խոսքի 200 տոննա կոնցենտրատ, դրա հիման վրա մեզ հավելավճար տան։ Մենք էլ համաձայն չենք դրա հետ, քանի որ մենք ֆաբրիկայի հետ ինչ կապ ունենք։ Հա մենք մեր աշխատանքը անում ենք, բայց ընդհանուր process-ը շատ մարդկանց ձեռի տակով է գնում, որ մենք դա չենք կարող, դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Եկեք մեզ անհատական տվեք, իրանք անհատականին համոզ չէին, բայց համոզվեցին։ Նշենք, որ 35 օր շարունակ պատկան կառույցներից ոչ մեկը չարձագանքեց խնդրին, բացի Արհեստակցական միությունների կոնֆեդերացիան։ Տեղեկանալով, որ հանքափորները գործադուլը պատրաստվում են շարունակել կառավարության շենքի մոտ, Լոռու մարզպետը կասեցրել էր նրանց այդ քայլը, կառավարության նիստից հետո եկել ու փակ հանդիպում ունեցել։ Ինչու Լոռու մարզպետը, որ հիմնականում բավական արագ արձագանքում է մարզում տեղի ունեցող իրավիճակի եւ իրադարձության, գործադուլի 35-րդ օրը որոշեց լսել աղթալեցի հանքափորներին։ Հավելավճարների եւ աշխատանքային պայմանների բարելավման ինչ երաշխիքներ են տրվել աշխատավորներին հանդիպման ժամանակ, ճշտել չհաջողվեց։ Մարզպետը ի պատասխան մեկնաբանություն ստանալու քաղաքացու ձայնի խնդրանքին արձագանքել էր, որ բազմաթիվ հանդիպումներով է զբաղված։ Հիշեցնենք, գործադուլի 30-ից ավելի օրերի ընթացքում կոմբինատի ղեկավարությունը, որ սկզբում առաջարկել էր գործադուլավորների փոքր խմբի հետ բանակցել, այդպես էլ ընդառաջ չգնաց նրանց։ Փոխարենը փորձում էր նոր աշխատողների ներգրավել։ Պետական կառույցներից թերևս միայն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արձագանքեց։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը գործադուլավորներին առաջարկել էր գրավոր դիմել իրավիճակին արձագանքելու եւ կոմբինատում ստուգումներ սկսելու նպատակով։ Քաղաքացու ձայնի հետ զրույցում փակագծեր չբացելով Գագիկ Մազմանյանն ասաց, որ ստուգումներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն փետրվարի 27-ին։ Ինչ է ենթադրում իրանից այդ ստուգում ասվածը։ Մենք միջև չվերջացնենք ոչ մի բան ձեզ չեմ կարող ասել։ Դե ստուգումները միջև 27-ը պետք է։ Այսինքն այս պահին կարելի ասել, որ ստուգումները ընթացքի մեջ են։ Ընթացքի մեջ են, իհարկե։ Հետո արդեն տեսչական մարմին ինչ որ հայտարարություն կանի։ Կարգադրած կտա որոշում կերնի դրանք բոլորը կերնի։ Արշալույս Մատինյանն ասում է, կոմբինատի ղեկավարությունը 15 օր ժամանակ է խնդրել իրենցից նոր աշխատանքային պայմանագրեր կնքելու եւ հավելավճարների մասին կետը պայմանագրերում ներառելու նպատակով։ Մարզպետն էլ դաժե կոնկրետ ինքն էլ հարցրեց, ասավ ինչքան ժամանակ է պետք, ասին 15 օրվա մեջին այդ կամախ արդեն պատրաստ կեղնելի, դա օրինակ է բանի մեր պայմանագրերի։ Քաղաքացու ձայնի հարցին, որքանով են վստահ, որ մարզպետի մոտ հանդիպումից հետո կոմբինատի ղեկավարությունը կպահի խոստումն ու կանոնավոր հավելավճարներ կվճարի, արդյոք իրատեսական է անհատական պլանի կատարումը այն պայմաններում, որոնց բարելավման պահանջով էլ գործադուլի էին դուրս եկել, Արշալույս Մատինյանն ասաց, թեև որոշակի թերահավատ են, բայց որոշել են աշխատանքի վերադառնալ։ Իրենց առաջադրած պայմանները չկատարվելու դեպքում կրկին գործադուլ կանեն։ Հավատալով այդ 15 օրը կանենք, կսպասենք, խնդիր չի, բայց այնպես չի, որ 15 օր հետո եթե հանկարծ չստացվեց չեղավ կամ ինչ որ ընդեղ մի հատ կետ եղավ, այդտեղ կետ եկա, որ պետք է համապատասխանի անհատական պլանը նենց հա, եթե քու մեղքով չի, հիմնարկության մեղավորությամբ, որ դու չես կատարել քու այդ պլանը դաս, ասենք 20 մետր պետք է առաջ գնաս, 20 մետր չես կարողանում գնաս ու մաքուր չի եղել, քուպը մեղավորությամբ չի, տեխնիկայա փչացել է, որը մեր ֆունկցիաների մեջ չի էլի մտնում, դա մեր վրայից պետք է տորբանը հանվի։ Ես բայց կասկածում եմ, որ չի եղնելու, չգիտեմ։ Ստենանք էլի։ Ենթադրենք խոստացան, բայց ինչ որ մի բան այնուամենայնիվ ինչ ձևով չգնաց, ինչ որ դուք եք ուզում։ Դրանից հետո ինչ եք պատրաստվում անեք։ Նույն ձև։ Էլի գործադուլ։ Այո, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից քաղաքացու ձայնին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ։ Արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը 2 օր շարունակ անպատասխան թողեց մեր բազմաթիվ զանգերը։
ու մինչ գործադուլի դուրս եկած հանքափորներն աշխատավարձերի 20% բարձրացում ու աշխատանքային պայմանների բարելավում էին պահանջում, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 2025 թվականին 10 միլիոն դրամ է նվիրաբերել վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին, ևս 10 միլիոն էլ ըստ 2023-24 թվականների հաշվետվության մինչ այդ էին նվիրաբերել։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ախթալա բնակավայրից։